Գիրք ելից, գլուխ 36, սրբարանի շինությունը։ Այն ժամանակ Բեսելիելն ու Վողիաբը և բոլոր իմաստուն սիրտ ունեցող մարդիկ, որոնց Տերն իմաստություն ու գիտություն շնորհեց, որ իմանան ինչպես անել սրբարանի ծառայության բոլոր գործերը, ըստ Տիրոջ բոլոր պատվերների աշխատեցին։ Եվ Մովսեսը կանչեց Բեսելիելին և Վողիաբին և ամբողջ սրտով իմաստուն մարդկանց, որոնց սրտերում Տերն իմաստություն էր դրել, այսինքն բոլոր նրանց, ում սիրտը փափագում էր գործին միանալ և կատարել։ Եվ Մովսեսից բոլոր ընծաները վերցրեցին, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի ծառայությունը կատարելու համար։ Նրանք շարունակում էին ամեն առավոտ կամավոր ընծաներ բերել նրա մոտ։ Եվ սրբարանի բոլոր գործերը կատարող իմաստուն մարդիկ ամեն մեկն եկավ իրեն հանձնարարված աշխատանքից և խոսեցին Մովսեսի հետ ասելով. «Ժողովուրդն ավելի շատ է բերում, քան պետք է այն գործի համար, որ Տերը պատվիրել է կատարել»։ Եվ Մովսեսը հրամայեց բանակի մեջ հայտարարել ասելով. «Տղամարդ կամ կին, այլևս ոչ ոք թող չաշխատի սրբարանի ընծայի համար»։ Եվ ժողովուրդը դադարեց բերելուց, քանի որ նրանց ունեցած նյութը բավական էր այն ամբողջ գործը կատարելու համար, և շատ ավելի։ Եվ խորանի գործը կատարող բոլոր սրտով իմաստունները 10 վարագույր շինեցին մանված նրբահյուծ քաթանից և կապուտակից ու ծիրանագույնից և կրկնակի կարմրից, վարպետորեն քերովբեններ ասեղնագործելով դրանց վրա։ Մեկ վարագույրի երկարությունը 28 կանգուն և մեկ վարագույրի լայնությունը 4 կանգուն։ Բոլոր վարագույրների չափը նույնն էր։ Եվ 5 վարագույրներ միմյանց կցեց, և մյուս 5 վարագույրն էլ միմյանց կցեց։ Եվ կցվածքի ծայրի մեկ վարագույրի եզրին կապուտակից օղակներ շինեց, մյուս կցվածքի ծայրի վարագույրի եզրի վրա էլ նույնն արեց։ Մեկ վարագույրի վրա 50 օղակ շինեց, և մյուս կցվածքի վրա եղած վարագույրի ծայրին էլ 50 օղակ շինեց, օղակները դեմ դիմաց էին։ Եվ 50 ոսկե ճարմանդ շինեց, և վարագույրները ճարմանդներով իրար հետ կոչկեց, ու խորանն ամբողջական դարձավ։ Եվ վրանի համար այծի մազից վարագույր շինեց նրա վրա, 11 վարագույր շինեց դրանց համար։ Մեկ վարագույրի երկարությունը 30 կանգուն էր, և մեկ վարագույրի լայնությունը 4 կանգուն։ 11 վարագույրների չափը նույնն էր։ 5 վարագույրներն առանձին և 6 վարագույրներն առանձին կցեց։ Եվ 50 օղակ շինեց մեկ վարագույրի եզրի կցվածքի մոտ, և 50 օղակ մյուս կցվածքի մոտի վարագույրի եզրին։ Պղնձե 50 ճարմանդ շինեց, որ վրանը կոչկի և ամբողջանա։ Եվ վրանի համար մի ծածկոց շինեց խոյի կարմիր ներկված մորթիներից և թեհաշի մորթիներից, մի ծածկոց էլ նրա վրայով։ Խորանի համար սատինի փայտից տախտակներ շինեց ուղղահայաց դիրքով։ Մեկ տախտակի երկարությունը 10 կանգուն և մեկ տախտակի լայնությունը 1.5 կանգուն։ Յուրաքանչյուր տախտակ իրար ագուցված 2 սեպ ուներ, իրարից հավասար հեռավորությամբ։ Այդպես շինեց խորանի բոլոր տախտակների համար։ Եվ խորանի տախտակները շինեց դեպի հարավ հարավային կողմի համար 20 տախտակ, 40 արծաթյա խարիսխ շինեց 20 տախտակների տակ, մեկ տախտակի տակ իր 2 սեպերի համար 2 խարիսխ և մյուս տախտակի տակ 2 խարիսխ իր 2 սեպերի համար։ Եվ խորանի մյուս կողմի համար դեպի հյուսիս 20 տախտակ շինեց, և նրանց 40 արծաթե խարիսխ մեկ տախտակի տակ 2 խարիսխ և մյուս տախտակի տակ 2 խարիսխ։ Եվ խորանի արևմտյան կողմի համար 6 տախտակ շինեց, և խորանի ետևի կողմի անկյուններն 2 տախտակ շինեց, և նրանք տակի կողմից միացված էին, և վերևում ամբողջապես միացած էին մեկ օղակով։ Երկուսին էլ երկու անկյուններում այսպես արեց, և 8 տախտակ էին, և նրանց արծաթե խարիսխները 16 խարիսխ էին, ամեն մի տախտակի տակ երկուական խարիսխ կար։ Եվ սատինի փայտից նիգեր շինեց խորանի մեկ կողմի տախտակների համար 5 նիգ, և խորանի մյուս կողմի տախտակների համար 5 նիգ, և խորանի մյուս կողմի տախտակների համար 5 նիգ, և դեպի արևմուտք խորանի ետևի կողմի տախտակների համար 5 նիգ։ Եվ մեջտեղի նիգը շինեց, որ անցկացվի տախտակների մեջտեղից, մեկ ծայրից մինչև մյուս ծայրը։ Եվ տախտակները ոսկով պատեց, և նրանց օղակները ոսկուց շինեց, այսինքն նիգերի համար անցկացնելու տեղեր, և նիգերը ոսկով պատեց։ Եվ վարագույրը պատրաստեց կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմրից և մանած նրբահյուծ քաթանից, վարպետ ասեղնագործությամբ քերովբեններ պատկերեց վրան։ Եվ սատինի 4 սյուն շինեց նրա համար և ոսկով պատեց, նրանց բևեռները ոսկուց էին, և նրանց 4 արծաթյա խարիսխ ձուլեց։
Եվ խորանի դռան համար մի նկարեն սրահակ շինեց կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարմիրից, և մանաց նրբահյուս քաթանին: Նրա 5 սյուները և դրանց բևեռները և դրանց խոյակներն ու դրանց հանգույցները ոսկով պատեց, իսկ դրանց 5 խարիսխները պղնձից էին: